Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, Ցայք հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզչության շրջանակներում հարցերն այսօր կուղենք Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանին։ Բարև ձեզ, պարոն Թևանյան, շնորհակալ եմ, որ այսօր մեր տաղավարում եք։ Շնորհակալ։ Պարոն Թևանյան, Մայր Հայաստան դաշինքը մասնակցում է մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրություններին։ Ինչու, ինչ առանձնահերթություններով եւ ինչպես այսպես գաղափարն առաջացավ, որ այ պահը հասունացել է արտահերթ ընտրություններին եւ դաշինքը պետք է մասնակցի։ Մենք կարծում ենք, որ Գյումրիում ստեղծվել է մի իրավիճակ, երբ որ տեղի ունեցել իշխանազավթում, դա ապօրինություն էր, որովհետև մենք տեսանք, թե ինչ կատարվեց Գյումրիում, եւ բնականաբար մասնակցում ենք այս ընտրություններին այդ իրավիճակը փոխելու եւ գյումրեցիների շահը պաշտպանելու համար։ Հետաքրքիրն այն է, որ այս ընտրությունները ունեն ինչպես քաղաքային, այնպես էլ քաղաքական, աշխարհաքաղաքական եւ նույնիսկ անվտանգային նշանակություն, որովհետեւ դրանք տեղի են ունենում մի իրադարձությունների ֆոնին, երբ հայ-ադրբեջանական հարաբերությունները թեւակողել են դրամատիկ փուլ, Նիկոլ Փաշինյանը միակողմանիորեն պատրաստ է գնալ զիջումների եւ փաստացի Ալիևը օգտվելով այդ հանգամանքից նորանոր պահանջներ է առաջ քաշում Հայաստանի առաջ եւ հիմա ամբողջ աշխարհը հետեւում է թե արդյոք հայ ժողովուրդը կմարսի, այսպես ասած, այդ քաղաքականությունը, թե ցույց կտա, որ դեռ պետականություն ունենալու ցանկություն ունի եւ կարող է դիմադրել։ Այս առումով, քանի որ համապետական ընտրություններ չկան, հիմա Գյումրիի ընտրությունները հանգամանքների բերումով դարձել են համապետական նշանակության եւ գյումրեցիների վրա մեծ պատասխանատվություն է դրված, որովհետեւ եթե մենք չիշխանազրկենք քաղաքացիական պայմանագրին, դա կլինի ուղերձ ամբողջ աշխարհին եւ առաջին հերթին մեր ճշնամիներին նաեւ, որ հայ ժողովուրդը պատրաստ է հանձնվելու, իսկ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հանձնողական քաղաքականություն է եւ որը անընդունելի է Մայր Հայաստանի համար։ Այս առումով շատ ճակատագրական եւ համապետական նշանակություն է ստանում Գյումրու ընտրությունը, որովհետեւ Գյումրիի քվեարկության արդյունքները վերագրվելու են ամբողջ հայ ժողովրդին։ Եթե 21 թվականին հիշում ենք, թե ինչ տեղի ունեցավ արտահերթ ընտրություններից հետո, մենք տեսնենք, որ Արցախի կորուստ եղավ, թեև խոստացվել էր, որ Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանվելու է։ Հիմա Գյումրիի ընտրություններում, եթե քաղաքացիական պայմանագիրը վերարտադրվի, մենք կարող ենք կորցնել Սյունիքը եւ ի վերջո Հայաստանի գոյության հարցը առաջ կգա։ Այդ առումով գերկարևոր նշանակություն են ստանում Գյումրիի ընտրությունները։ Գյումրիի ընտրությունները նաեւ քաղաքային եւ ներհայաստանյան նշանակություն ունեն։ Այս առումով Մայր Հայաստան դաշինքը միակ քաղաքական ուժն է, որը ներկայացրել է Գյումրու զարգացման ծրագիր, դա ազատտնտեսական գոտու եւ հարկային ռեժիմի թեթևացման առումով ազատ քաղաքի ծրագիրն է, որի արդյունքում մենք ակնկալում ենք, որ կարող են ստեղծվել 15000 նոր աշխատատեղեր, ավելի քան $500 միլիոն ներդրում կարող է լինել եւ կարող է քաղաքը իրական զարգացում ունենալ։ Մենք ունենք նաև ընթացիկ կառավարման ծրագիր Գյումրիի հետ կապված, որոնք ներառում են քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացումը, բյուջեի կառավարումը, փողոցների բակերի վերանորոգումը, կանաչապատումը, թափառող շների հարցի լուծումը։ Ես այսպես կատակով նկատում եմ, որ Գյումրիում քաղաքացիական պայմանագրի իշխանության օրոք երկու կտրուկ աճ է տեղի ունեցել, դա թափառող շների քանակն ու քաղաքացիական պայմանագրի այդ պաստառներն են, դրանք շատ են, մեկը դժվար է ասել շներն են շատ թափառող, թե այդ պաստառները, բայց այս առումով գյումրեցիներին դրանից ոչինչ բան չի սպասվում։ Մենք ազատ տնտեսական գոտին ինչի ենք առաջարկում, որը ֆունդամենտալ ծրագիր է եւ ավականու որոշման հարց չէ, բայց այստեղ ավականին էլ անելիք ունի, խոսենք այդ մասին իհարկե, որովհետեւ ազատ տնտեսական գոտու միջոցով է հնարավոր քաղաքը առաջ տանել, շոկե քաշի դել կատարել ոչ միայն Շիրակի մարզի, այլև Հայաստանի տնտեսության համար։ Ինչպես, օրինակ, տեսեք դուք այս ընթացքում ստորագրահավաք արեցիք, 7700 գյումրեցի այդ ծրագրի տակ ստորագրեց մոտ 20 օրվա ընթացքում, այ ինչպես եք այդ մոդելը պատկերացնում եւ ինչ ժամանակահատվածում։ Տեսեք, մեր դաշինքի ցուցակը գլխավորող Կարեն Սիմոնյանը նախաձեռնել էր քննարկում, որի արդյունքում հենց ծնվել էր այդ փաստաթուղթը ազատ տնտեսական գոտու եւ հենց Կարեն Սիմոնյանն էլ նախաձեռնեց ստորագրահավաք, որը օրենքով սահմանված կարգով ենթադրում է, որ պետք է այդ ստորագրահավաքի արդյունք ուղերձը մտնի ապագա ավականու նիստի օրակարգ։ Ինչ է իրենից ներկայացնում ուղերձը։ Ուղերձը ոչ թե ազատտնտեսական գոտի ստեղծելու մասին է, այլ այն պահանջի մասին է, որ պետք է պարտավորեն Հայաստանում գնալ այնպիսի փոփոխությունների, որի արդյունքում ստեղծվի ազատ տնտեսական գոտի եւ քաղաքը ունենա ազատ հարկային ռեժիմ, որը նշանակում է հարկային բոլոր
դրույքաչափերի մասով համահայաստանյանից 50% նվազեցում։ Խոսքը վերաբերում է շահութահարկին, խոսքը վերաբերում է ավելացված արժեքի հարկին եւ շրջանառության հարկին։ Այս առումով մենք 25 տարով սահմանում ենք այդ ռեժիմը եւ առաջարկում ենք, որպեսզի Գյումրիում ներդրումներ արվեն եւ աշխատատեղեր ստեղծվեն եւ ի վերջո աղքատությունը հաղթահարվի աղքատության բարձր տոկոս ունեցող այս մարզում եւ քաղաքում։ Հիմա տեսեք, հիմա կբացատրեմ հերթականությամբ ազատ տնտեսական գոտու գաղափարը լոբինգ է արվում, այսպես ասած, ավականու ուղերձի միջոցով 7700 քաղաքացի դառնում է պահանջատեր, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչվի եւ հիմնականում մենք տեսել ենք, որ այդ հարաբերությունները տնտեսական, երբ որ ենթակառուցվածքները ստեղծվեն, հիմնական ներդրումները կարող են եւ ներսից լինել եւ հատկապես Ռուսաստանից կարող են լինել, որովհետեւ ԵԱՏՄ շրջանակներում հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները տալիս են այդ հնարավորությունները։ Ռուսաստանը սանկցիաների տակ է եւ ռուսական կապիտալը տեղ է ման գալիս, որպեսզի իր միջոցները ներդնի եւ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի 102 ռազմաբազա ունեցող քաղաքում Գյումրիում տնտեսական զարգացում լինի, մարդիկ բարեկեցիկ կյանք ունենան եւ դա կլինի իրենց փափուկ ուժի դրսեւորումներից մեկը եւ սանկցիաներից խուսափելու նաև հնարավորություն կլինի, մենք պետք է օգտվենք այդ իրավիճակից, նաև հայկական կապիտալը կարող է այստեղ ներդրում անել, ավելացված արժեքի հարկից ազատվելուց բացի նաև ազատվել շահութահարկից եւ կարողանալ արտահանել կամ ներմուծման փոխարինում ապահովել, եթե 50%-ից բարձր ապրանքատեսակի գծով է այստեղ արտադրություն լինում եւ փոխարինվում է ներմուծումը, մենք այդտեղ էլ ենք շահութահարկից ազատելու ռեժիմ սահմանում, այդ 25 տարվա կտրվածքով։ Մենք մինչև այս ծրագիրը ներկայացնել, որը նաև դուք տեսաք, որ հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի ժամանակ ներկայացվեց, մեր հեռուստադիտողների չաթերը հետևած կլինեն արդեն ցերեկը հեռարձակված այդ միջոցառմանը եւ դուք տեսել եք, որ Ռուսաստանից եւ պետական շրջանակներից եւ բիզնես շրջանակներից եւ փորձագիտական շրջանակներից կարծիք են հայտնում, որ իրենք շահագրգռված են ներդրումներ անել Գյումրիում եւ դրական են գնահատում Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելը։ Մենք նաեւ բիզնես շրջանակների հետ նախնական քննարկումներ ենք արել, ես ինքս պետական կապերի հետ առնչվող մարդկանց հետ եմ խոսել, Կարեն Սիմոնյանը իր բիզնես շրջանակների հետ է քննարկում անցկացրել եւ այդ ծրագիրը ներկայացրել եւ մարդիկ ասում են, որ այո, մենք շահագրգռված կլինենք, որովհետեւ ազատտնտեսական գոտի ներդրումների հնարավորություն է, իսկ գյումրեցիների համար աշխատատեղերի զարգացման հնարավորություն է։ Այս առումով մենք լիահույս ենք, որ ավականու ուղերձը լրացուցիչ ազդակ կհաղորդի, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչվի եւ մենք համոզված ենք, որ իհարկե այս իշխանությունների պարագայում դա դժվար է սպասել, բայց իշխանափոխությունը, այսպես ասած, արերի հետևում չէ ամբողջական մակարդակով եւ մենք համոզված ենք, որ Մայր Հայաստանը համապատասխան պատասխանատվություն ստանձնելու պարագայում առաջին հերթին հենց դա է կյանքի կոչելու եւ մենք գյումրեցիներին խոստանում ենք, որ բոլոր այն սոցիալական խնդիրները, դրանք կլինեն թոշակների հետ կապված հարցերը, դրանք կլինեն աշխատավարձերի հետ կապված հարցերը, կարող են լուծվել տնտեսական լուրջ զարգացման պարագայում։ Այսօր թոշակը մինիմալ 36,000 դրամ է։ Մենք մեր ծրագրով ներկայացրել ենք, որ Մայր Հայաստանի ընդհանրապես շարժման ծրագրերի մեջ կա, որ 80,000 պետք է լինի նվազագույն թոշակի չափը։ Մենք նաև հնարավորություն ենք տեսնում, որ եթե Գյումրիում ազատ տնտեսական գոտին զարգանում է եւ Գյումրու քաղաքային բյուջեի հնարավորությունները 14 միլիոն դոլարից աճում են բազմապատիկ, այդ դեպքում մենք կարող ենք քաղաքային մասշտաբով արդեն, այսպես ասած, քաղաքային կենսաթոշակի չափ ավելացնել, այդպիսի փորձեր կան տարբեր երկրների միջազգային փորձ կա, երբ որ քաղաքապետարանը բյուջետային հնարավորությունների պարագայում հատկացումներ է անում թոշակառուներին կամ այլ խոցելի խմբերի։ Մեր պարագայում, մեր ծրագրով մենք նաև նախատեսել ենք, որ տրանսպորտից օրինակ թոշակառուներ եւ հաշմանդամություն ունեցող մարդիկ կարող են անվճար օգտվել, այդ հաշվարկները կա, այդ հնարավորությունները կա։ Մենք տեսնում ենք նույն տրանսպորտը հիշեցի այն խայտարակ պատկերը, որ մենք ունենք այստեղ ժամը 8-ից հետո տրանսպորտ չի գործում, այդ քաղաքը կարծես մեռնում է եւ խավարի մեջ եւ տրանսպորտի բացակայության պայմաններում մենք ինչպես Կարեն Սիմոնյանն է սիրում ասել, հենց առաջին օրվա առաջին որոշումով մենք կարող ենք մինչև 23:00 երկարաձգել տրանսպորտը եւ ավելացնել որոշումը ուղղակի այդպիսի որոշում կամք եւ վճռականություն է պետք։ Մենք սահմանում ենք գրաֆիկ, որ մինչև 23:00 պետք է լինի, գումարած էլեկտրոբուսների ներմուծում կարող է լինել, այստեղ 5 էլեկտրոբուս կա, որը չի օգտագործվում։ ԿՊ-ի պարագայում, ինչպես Երևանում է, եթե հանգարց շահագործեն, կարող է գյումրեցիների վրա թանկացնեն տրանսպորտը, ինչպես Երևանում արեցին։ Այնպես որ մենք ԿՊ-ին մերժում ենք եւ անվտանգային առումով, եւ ներքաղաքական առումով, եւ Գյումրիում, եւ սա շատ կարեւոր հանգամանք է, որ կարևոր ուղերձ կլինի նաև բոլոր հայաստանցիներին եւ
ամբողջ աշխարհին, որ գյումրեցիները փոխում են իրավիճակը, գյումրեցիների մոտից շատ բան է սկսվել, շատ բաներ էլ ավարտվել, ես կարծում եմ, որ չարի վերջը կարող է գալ հենց Գյումրիում։ Շատ լավ, պարոն Թևանյան, ներկայացրեք ձեր ծրագրերը, իսկ ինչպիսի թիմ ունեք այդ ծրագրերն իրականացնելու համար։ Դաշինքը գլխավորում է Կարեն Սիմոնյանը, իսկ ովքեր են ձեր թիմի մյուս անդամները, քաղաքացիական պայմանագրից հետո ամենամեծ թիմով ներկայանում եք դուք 56 տեխնացուներով, խնդրեմ։ Տեսեք, Կարեն Սիմոնյանը գործարար է, այնպիսի մարդ, որը սեփական ջանքերով է ստեղծել իր բիզնեսը, բանվորից աճել է, դարձել է սեփականատեր եւ բարի համբավ ունեցող գործարար, կազմակերպչական մեծ ճիղ ունեցող մարդ է եւ բավական հաջող եւ էֆեկտիվ երիտասարդական թիմ է հավաքել։ Մեր թիմի անդամներից հանրային լայն լսարան ունեցողներից, ճանաչում ունեցողներից ձեր գոլեգա Դիրանիկ Մալխասյանը, որը թողել է իր կոմֆորտ զոնան, այսպես ասած, աշխատանքային ռեժիմի եւ մասնակցում է Գյումրու հավաքական ընտրություններին, որպեսզի կարողանա իրավիճակը փոխել, մեր կարգախոսն գիտեք միացի, որ փոխելն էլ եւ մեր ներսի թիմակիցներն են միանում եւ գյումրեցիներին ենք դա կոչանում անել։ Մեր թիմում կան գործարարներ էլի, մեր թիմում կան մասնագետներ, տնտեսագետ, իրավաբան, քաղաքագետ, մարդիկ, ովքեր ճանապարհ են անցել, դասախոսներ կան, այս թիմը այլընտրանք է գյումրեցիների համար։ Եթե գյումրեցիները ուզում են այլընտրանք փնտրել եւ ենթադրենք չեն ուզում այս ներկա գործող իշխանությանը եւ չեն ուզում վերադառնալ անցյալին, չեն ուզում նախկին ներկա խաղալ եւ այլն, մենք այլընտրանք ենք առաջարկում, ասում ենք հարգելի գյումրեցիներ, դուք ունեք այլընտրանք եւ դուք կարող եք ընտրություն կատարել եւ համար 4-ի տակ հանդես եկող Մայր Հայաստանին ընտրել, որովհետեւ մենք ամենակարևորը ունենք ծրագիր, մենք ունենք քաղաքապետի հոյակապ տեխնացու եւ մենք ունենք հրաշալի թիմ համալրված երիտասարդներով, համալրված փորձառու մարդկանցով եւ ամենակարևորը նաեւ կա քաղաքական պատասխանատվություն։ Մայր Հայաստանը քաղաքական պատասխանատվություն է ստանձնում այս ամենի համար եւ մենք չենք թաքնվում տարբեր ուժերի տակ։ Մարդիկ կան, ովքեր մասնակցում են, չեն ուզում ցույց տալ իրենք ում են ներկայացնում եւ այլն, ես բան չունեմ ասելու, բայց գյումրեցիները կարող են դա տեսնել։ Ինչ վերաբերում է քաղաքական նպատակահարմարությանը եւ քաղաքական մեր նպատակադրումներին, թե ինչպիսի վարքագիծ դրսեւորենք, ես հիմա դիմում եմ գյումրեցիներին, հարգելի գյումրեցիներ, Մայր Հայաստան դաշինքը այս ընտրություններին մասնակցում է նվազագույնը ունենալով քաղաքացիական պայմանագրին իշխանություն զրկելը եւ առավելագույնը քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը։ Մենք ունենք եւ ընթացիկ եւ հերանեկարային զարգացման ծրագրեր, խոսքը մասնավորապես ազատ տնտեսական գոտու մասին է եւ ակնկալում ենք ձեր աջակցությունը այդ ծրագրերին եւ նաեւ հուսով ենք, որ դուք պահանջատեր կլինեք, մենք էլ մեր խոսքի տերը կլինենք, որպեսզի հետեւականորեն կյանքի կոչենք այն ծրագրերը, որը ներկայացրել ենք։ Սա շատ կարեւոր հանգամանք է, որպեսզի մենք պատկերացնենք, որովհետեւ 30 տարվա, արդեն 37 կարելի տարվա ընթացքում անընդհատ խոսվել է, որ Գյումրին ունի աղետի գոտու պիտակ եւ պետք է զարգացման գոտի դառնալ, ասել որ բան չի արվել այս ընթացքում ճիշտ չի լինի, իհարկե գործերը արվել են, բայց ռազմավարական զարգացման առումով Գյումրին ունի այնպիսի աշխարհագրական դիրք, տրանսպորտային միջոցների այնպիսի հնարավորություններ, օդային, ցամաքային, երկաթգծի եւ այլն, հյուսիս-հարավ ճանապարհահատվածի այնպիսի հանգույցում է գտնվում եւ ունի համապատասխան աշխատաուժի մակարդակ եւ քանակ, որ ինքը կարող է իրոք զարգացման գոտի դառնալ, ոչ թե աղետի գոտի։ Տեսեք, ժամանակին մենք միշտ ասում ենք, չէ, Թբիլիսի, Գյումրի, Բաքու այս քաղաքներն են, հիմա ես նայում եմ, ասենք, քաղաքացիական պայմանագիրը ընտրություններին մասնակցում է կամ ուզում է ընտրողների համակրանքը շահել լամպուշկա փոխելով եւ ինչ-որ ասֆալտ շիբին 2 մետր անելով, ես անի թաղամասում եմ։ Գուցե իրենց գործն են անում։ Իրենք պարտավոր են դա անել, բայց այդ 7 տարի չէին արել, ուր էին 7 տարի չկային։ Եվ տեսեք, ես տարբեր թաղամասերում, որ հանդիպումների եմ մասնակցում մեր թիմակիցները, տեսնում եմ, որ նույն ասֆալտն էլ պրոբլեմատիկ է, որ այդքան շեփորահարվում է։ Մարդիկ խաղապարակներ չունեն, խավարի մեջ քաղաքը, պատմամշակութային արժեքներ կան, շենքեր կան, որոնք շատ հետաքրքիր լուսավորության պարագայում կարող են նաև հետաքրքիր տուրիստական ներգրավվածություն ապահովել այստեղ։ Մենք հնարավորություն ունենք մեր ծրագրում նշել ենք, որ հնարավորություն կա մշակութային մայրաքաղաք դարձնելու
տուրիզմի մայրաքաղաք դարձնելու եւ բիզնեսի մայրաքաղաք դարձնելու, բայց դրա լոկոմոտիվ պետք է լինի ազատ տնտեսական գոտին, որովհետեւ մարդիկ աշխատանք ունենան, մարդկանց կենցաղային հարցերը, եթե մենք խորանում ենք, հարցնում ենք, դուք ինչ խնդիրներ ունեք, իրենք ասում են, որ մենք ուզում ենք աշխատատեղ ունենալ, կամ մեկ-մեկ ասում են Երևանի չափ աշխատավարձ ստանանք, այդ տարածված տերմիններ ես այստեղ լսեցի, ես հասկանում եմ իրենք ինչ են ասում, իրենք իրավունք ունեն այդպիսի պահանջ դնելու, ասենք եթե մենք 2000-ից ավելի այդ դոմիկային համակարգ ունենք, անօթևաններ ունենք մինչև հիմա, դա ուղղակի ամբողջ պետության համար ամոթալի է եւ ես կարծում եմ, որ Գյումրին բոլոր այդ պոտենցիալ հնարավորությունները ունի զարգացման ուրեմն շանս ստանալու եւ ապահովելու այդ զարգացումը։ Սա շատ կարեւոր հանգամանք է, դրա համար մենք մասնակցում ենք ընտրությանը, չենք կարծում, որ ԿՊ-ով զարգացում հնարավոր է, դա նաեւ պետք է։ Իսկ ինչ ակնկալիքներ ունեք այս համատեքստում ընտրություններից։ Ընտրությունների մասնակցող, տեսեք, բոլոր են քաղաքական ուժերը, որոնք ընտրություններին մասնակցում են, եթե իհարկե ֆեյք չեն, եթե դրածո չեն, եթե արբանյակ չեն, եթե կցորդ չեն, բոլորն մասնակցում են հաղթելու նպատակով, սա բնական ցանկություն է։ Մենք սկզբունքները հայտարարել ենք արդեն, ասել ենք, որ մենք գնում ենք հաղթելու նպատակով եւ քաղաքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելու եւ մեր ծրագրերը կյանքի կոչելու եւ դրա իրավունք ունենք, որովհետեւ կա երիտասարդ թիմ, իդեմս Կարեն Սիմոնյանի շատ արդյունավետ քաղաքապետի տեխնացու եւ կա ծրագիր եւ կա քաղաքական ուժ, որը պատասխանատվություն է կրելու այս ամեն ինչի համար։ Եթե այնպես ստացի, որ ընտրողները որոշեն, որ որևէ ուժի 50+ չեն տալիս, ապա այդ դեպքում մենք երկրորդ սկզբունքն ենք առաջ քաշել, որ կոալիցիաների մասին։ Բոլոր ոչ կոալիցիայի մասին չի խոսքը, բոլոր այն ուժերը, ովքեր ընդդիմադիր դիրքավորում ունեն, իսկ մենք ուրեմն չենք համարում այդպեսին եւ բացառում ենք համագործակցությունը քաղաքացիական պայմանագրի եւ Եվրոդաշինքի հետ, որովհետեւ դրանք իրար կոալիցիոն, այս կոալիցիան հենց այդ դեպքում է, կոալիցիոն գործընկերներ են, Երևանում տեսնում եք։ Իսկ ում հետ եք պատկերացնում այդ մասով հասկանալի։ Ովքեր որ ընդդիմադիր դաշտում կանցնեն ավականի եւ այն ուժը սկզբունքը ասեմ, այն ուժը, որը կհավաքի թեկուզ մեկ ձայն ավել ընդդիմադիր դաշտում, մյուս ուժերը պետք է պարտավորված լինեն իրենց քվեով սատարեն, որպեսզի այդ ուժի քաղաքապետի տեխնացուն դառնա քաղաքապետ, չհավաքնելով որևէ պաշտոնի, այսինքն աթոռակռիվ չանելու։ Մենք տալիս ենք կամ վերցնում ենք, հետագայում քաղաքային պատասխանատվությունը ստանձնում ենք կամ օգնում ենք ստանձնել, որպեսզի ԿՊ-ն իշխանազրկվի, դա մեկ, եւ երկրորդը արդեն ավականու ինստիտուտի եւ քաղաքական տարբեր գործիքակազմերի միջոցով կվերահսկենք այդ իշխանությանը կամ մեզ կվերահսկեն մյուսները։ Իհարկե մենք ձգտում ենք, որպեսզի առավելագույն ձայն ստանանք եւ մենք ասում ենք, որ Գյումրին ունի այլընտրանք։ Այնպես չի, որ ընտրության հնարավորություն չկա։ Եթե չեք հավանում նախկին համակարգերը, բարքերը եւ այլն, եթե չեք հավանում ներկային, իսկ ներկան հաստատ հավանելու բան չէ, անկախ նրանից թե ինչ անձ է ներկայացնում քաղաքացիական պայմանագիրը, ես որևէ բացասական բան չեմ ուզում ասեմ անձնական վիրավորանքների կամ պիտակավորումների պահով, դա մեր ոճը չէ, բայց անկախ այն հանգամանքից թե ով է քաղաքացիական պայմանագրի տեխնացուն, լավն է, վատն է, լավ կառավարիչ է, վատ կառավարիչ է, միայն այն հանգամանքը, որ դա քաղաքացիական պայմանագրից է, արդեն շատ վատ բանի մասին են խոսում։ Այս առումով գյումրեցիները մեր կարծիքով ճնշող մեծամասնությամբ մերժելու են քաղաքացիական պայմանագրին։ Եվ ընտրության հնարավորության պարագայում իրենք տեսնելու են իդեմս Կարեն Սիմոնյանի, իդեմս Մայր Հայաստան դաշինքի ցուցակի այն թիմին, որը կարող է ստանձնել քաղաքի կառավարումը եւ նոր մոտեցումներ բերել, թարմ շունչ բերել եւ ի վերջո չի կարելի անընդհատ խարխափել այսպես կեղծ համակարգերի մեջ։ Մենք այլ ընտրանք ենք ներկայացնում եւ ձգտում ենք մաքսիմալ ձայների, սա է մեր մոտեցումը։ Շնորհակալություն, պարոն Թևանյան։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես ձեզ հիշեցնեմ, որ Ցայք հեռուստաընկերության եթերում նախընտրական քարոզչության շրջանակներում զրուցում էի Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի հետ, կհանդիպենք։